Բարև հարգելի ունգընտիրներ, ագընտիրներ եւ սիրելի լեմագաններ։ Վանացայնեն ցեզի հետ ենք հոյտալեմի արձիվ հայդակիրով։ Այսօրվան մեր հայդակիրը նվիրված է Շուշիի ազատագրման եւ ընկեր Վիկեն Զաքարյանին նահատակության 34-ամյակին։ Հայդակրին գրնակ հետևիլ Վանացայնի գայքեչով, ինչպես նաեւ գրնակ դիտել հոյտալեմի եւ Վանացայնի թիմադեդրի զույգ էջերով։ Շուշին մեր հաղթանակի խորհրդանիշն է։ Անոր ազատագրումով հայ ժողովուրդը վերակդավ իր արժանապատվությունը, հբարդությունը եւ բայկարի ոգին։ Շուշիի ազատագրությունը ոչ միայն ռազմավարական ու պատմական կարևորություն ունեցավ, այլ նաեւ դարձավ Արցախի անկախացման ճանապարհի հիմնական քայլերեն մեկը։ Ինչպես Տերոն ասած է, ով գդիրե Շուշիին, ան գդիրե Արցախին։ Շուշիի ազատագրումով Արցախյան բայկարը մտավ նոր փուլ, ամրապնդվեցավ Արցախի անվտանգությունը եւ ապահովեցավ Հայաստանի ու Արցախի միջև գենսական կապը։ Այս հաղթանակը նաեւ վերջ տվավ Ստեփանագերդի շարունակական ռմբակոծումներուն եւ մեծ նշանակություն ունեցավ տնտեսական ու մարդկային առումով։ Շուշիի ազատագրման գործողությունը, որ կգոչվեր Հարսանիք լեռներում, սկսավ 1992 մայիս 8-ին։ Հայկական ուժերը միաժամանակ քանիմը ուղղություններ հարցագում կորձեցին եւ ծանր մարտերը յետք հաջողեցան ջեղքել Շուշիի պաշտպանական գիծերը։ Պեգորի ղեկավարությամբ դաշնակցության ճոկատները մեծ դեր ունեցան գործողության հաջողության մեջ։ Այդ մարտերուն ընթացքին հերոսաբար նահատակվեցավ Հոյտա Լիբանանի երիտասարդական միության անդամ ընկեր Վիկեն Զաքարյանը։ 48 ժամ դեված գադաղի մարտերեն յետք Շուշին ազատագրվեցավ։ Այս հաղթանակը մեծ ցնծություն պատճառեց թե Ստեփանագերդին եւ թե ամբողջ հայ ժողովրդին։ Շուշիի ազատագրման ջամփուն վրա ինգավ նաեւ Հոյտալեմի Թրոշակ մասնաճյուղի անդամ ընկեր Վիկեն Զաքարյան։ Ընկեր Վիկեն Զաքարյան ծնած է 15 մարտ 1969-ին Բեյրութ։ Նախնական միջնագարկ եւ երկրորդական ուսումը կստանա համասկային նշան Պալանջյան եւ Հայկ Արսլանյան ջեմարաններում մեջ, ուրգի կվգայվի 1988 դարաշրջանին։ Հետևած է Հայգազյան կոլեջի արևդրական ջյուղի գարկմը դասընթացներուն։ Արհեստով ոսկերիչ, ան մարզանքի ուսուցություն կգադարե ասկային աքսոր Կասարջյան վարժարանին մեջ։ Դագավին աշակերտ, ան կխանդավարվի միութենական աշխատանքներով։ Հազիվ 5 տարեկան գանտամակցի հումետմենի, նախ իբրև դարազավոր կայլիկ, ապա սկաուտ երեց։ Ավելի ուշ ան մաս կգազմե հոմետմենի հեծելարշավի խումբին։ Երիտասարդության սեմին ան կմիանա իր բաշտած գուսակցության հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի երիտասարդական միության, որուն շարքերեն ներս բազմաթիվ պատասխանատու պաշտոններ կվարե անխոնջ ու անսագարկ նվիրումով։ Միութենական գազագերբչական աշխատանքներու գողքին ընկեր Վիկեն իր երանթուն մասնակցությունը կբերե նաև Լիբանանահայության պաշտպանության գործին, քաղաքացիական պատերազմի ամենեն օրհասական պայմաններում մեջ, մնալով պատնեշի առաջին գիծերուն վրա։ Մեծ ու փոքր գործեր չճանցնող ընկեր Վիկեն բարեխղճությամբ ու ցերնահասությամբ գվարե իրեն վստահված ամեն աշխատանք։ Ան իբրև Լեմի Թրոշակ մասնաճյուղի եւ Լեմի գետրոնական քարոզչական հանձնախումբի ներկայացուցիչ, Արցախյան բայկարը ամենօրյա ոգեշնչող ներկայություն կդարձնե իր շուրջ։ Մեգե ավելի ցերնարկներու եւ հրադարագություններու պատրաստության ոգին կհանդիսանա ան, միշտ մնալով սակայն տաշնակցական լուր աշխատանքի մարմնավորյալ անգեղծ զինվորը։ Փամագողմանի հետաքրքրություններով օժտված ընկեր Վիկեն մշակութային իր շնորներով գանտամակցի նաև համասկայինին, մաս կազմելով անոր բարարվեստի միավորին։ Ապրիլ 1992-ին ան կմեկնի Հայաստան, անցնելու համար Արցախ։ Կմասնակցի Շուշիի ազատագրման գրիվներուն եւ կնահատակվի 8 մայիս 1992-ին Շուշիի հարավ-արևմտյան Զարիսլուի գյուղին բարձունքներուն գրավման բահուն։ Նահատակ ընկերոջ տաղման արարողությունը կգադարվի 12 մայիս 1992-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ, ուրգե անոր մարմինը կփոխադրվի եւ կամփոփվի Երապելուրի նահատակած Պանթեոնը։
Վիգեն զրահ մեր բայկարի Հերոս մարդիկ հայ Արցախի Անսագաղար կյանքն իր ասկին համար Հայրենիքի սիրունը վիրապար Այսօրվան մեր հայդակրի հյուրն է համասկայինի գետրոնական վարչության ադենաբեդ ընկեր Զաքար Քեշիշյան։ Բարի եկացեք ընկեր։ Հազար բարի։ Ընկեր Զաքար, նախ դուք ջանցած եք ընկեր Վիգեն Զաքարյանին։ Այո, ես երջանկություն ունեցած եմ մեր հերոս ընկերոջ ծանոթ ըլլալու, երբ եկավ Շուշի ազատագրության առաջ Երևան, որպեսզի Արցախ երթահայտնորեն, եղբոր մեզ ընտանիքես ինձ նամակ բերավ, այն ժամանակ WhatsApp չկար ուսանողներ, ես ուսանող էի Հայաստան եւ կացորեգոններու հետ նամակներ կփոխանակեինք, նամակ բերավ, ասի ինչ արիտով եկած ես, սավ Արցախ պիտի երթանք եւ Աշան գյուղը, որ մեր այժմ Բաքու արկելապակված ընկեր Դավիթ Իշխանյանին գյուղն է, Աշանի մեջ լեմը դպրոցը պիտի գառուցե Ադոր նախնական աշխատանքներուն համար եկած եմ սավ մի կեսսի իմա Աշանի մեջ դպրոց կառուցող չմնաց լեմականներուտ մնաց բայց հետո բարձր ինչ եղավ եւ Շուշի ազատագրության օրը ես Տաշնակցության մդրգը գսեինք մամլոդերեկատվության գետրոն հոնեի հանգարց լուր եկավ որ Շուշին ազատագրված է կպատերացնեք ինչ ուրախություններ դոնական մթնոլորտեր այնտեղը եւ այսինքն գեշ շամչանցած լուր մնալ եկավ որ ունենք նահատակ լիբանանահայ Վիգեն Զաքարյանն է իհարկե դխրեցանք իդիշադակը անտարամ մնա Ինչ կարևորություն ունի այս դոնը նշելն ու վար բահելը երբ հիմա Շուշին չկա Շատ ավելի մեծ նշանակություն ունի քան այն ժամանակ երբ որ Շուշին մեր վերահսկողության տակ էր Բոլորս պետք է գիտնանք որ ոչ մեկ գատիլ արույն բարաբի պիտի վատնվի Այն սխրանքը որ Շուշին ազատագրողները իրենց արյան տնով իրագործեցին ազատագրեցին Արցախ աշխարհ գերդեցին անկախություն գերդեցին հայրենի այն եզերքը որ երկար դարիներ վեր ազերիներու տշնամիներու գոմե գվերահսկվեր Ձով արյուն թափվեցավ, ձով քրդինք թափվեցավ եւ արյան եւ քրդինքի այդ յուրաքանչյուր գատիլը օրմը իր արդյունքին վերջնականորեն պիտի հասնի։ Մինչ այդ պիտի նշենք մայիսի 9-ի իբրև Շուշի ազատագրության դոն վերանորոգելու համար մեր ուխտը եւ որպեսի մեր մեջ չթուլնա բայկարելու մեր գամքը եւ չմորցվին սովորական մերելներու չվերածվին Վիգեն Զաքարյանները Ինչպես պետք է հիշենք պատմական եւ քաղաքական դեպքերեն անտին Ինչպիսի դեպքեր գրնակ պատմել ազատագրության հետ կապված եւ ազատագրութենեն յետք ինչպես կյանքը շարունակվեցավ Երբ որ Շուշին ազատագրվեցավ ամիջապես հաջորդող օրերուն ես Հայաստանի Նիկոլ Աղբալյան ուսանողական միության որ կանի մդարի առաջ արդեն հիմնադրված էր Հայաստանի մեջ վարչության քարտուղարն էի եւ ուսանողական միությունը որոշեց այնտեղ Արամ Մանուկյան վարժարանը կառուցել Այդպես ալ եղավ եւ նաեւ մեր սպիրկի ուսանողական երդասարտական միություններու նույնական օժանդակությամբ միասնապար մենք կառուցեցինք այնտեղը մշակութային ասկային տեկումով Արամ Մանուկյան վարժարանը արինք ավերակշենքը նորոգեցինք եկան աշակերտներ ուսուցիչներ դասնյակ ուսուցիչներ Երևանեն կացին այնտեղ հաստատվեցան նոր ավարտած համալսարանականներ որբեսի ուսուցչություն ունեն երիտասարդներ էինք ամբողջ ամենամեծ դարիքը որ ունեինք այնտեղ 25 տարեկան էր պատկերացրեք 25 տարեկան դասնյակ երիտասարդներ ուսուցիչներ վարժարան հիմնադրեցին այդ օրերուն եւ ինձ վիճակվեցավ այնտեղ Շուշի Վարանտա երջախումբը հիմնադրել եւ ղեկավարել եւ այդ դարիտով էր որ գիշերմը
ընկերոջ հետ, որը արդեն երկու զավակներ ունեցած էր Շուշիի մեջ, զույգ զավակներ, առաջին զույգերը Արթուր Եղիազարյանը, արդումը բաց նստանք եւ գեսգիշերին հասանք Շուշի եւ ցյուներ նոյեմբերի վերջներ գենտատրեմ եւ մեծ դժվարությամբ հանրագարքը Շուշիալ չմտավ, ստիպված 4-5 կիլոմետր հեռու մենք իջանք եւ մտանք Քարիլով քաղաք, բավականալ ծանր ջամբրուկներ ունեինք, այնուհետև բացվեցավ իր մարչև այն հրաշալի Շուշին հաջորդ առավոտը, ծյունածածկ, քիչ դխուր տնտեսական իմաստով, ավերակներու մեջ մարդիկ կաբրեին, գնորոքեին, յուրաքանչյուրը ինչ-որ գրնալ, խայդապղետ բնակչություններ ուներ Շուշին առաջին դարիներուն, տարբեր դեղերու արցախցիներ եկած էին, հավաքված էին Շուշի, նախկին շուշեցիներ վերադարձած էին եւ այնտեղ սկսած էր վերստին կյանքը շարունակվել, երկու դպրոց ուներ, արդեն ուրիշ ապովյան դպրոցն ալ վերապացված էր, Ղազանչեցոց եկեղեցին հիմակվաբես ավերակ ճիշտ նույն վիճակի մեջ էր, կմպետազուրկ էր, բայց ժողովրդի մեջ, աբրոներու մեջ մեծ հավատք մգար, մեծ լավադեսություն մգար, մեծ ուրախություն մգար եւ այդ գենցաղային դժվարությունները սնունդի, էլեկտրականության եւ այլն այս բոլոր դժվարությունները բոլորին համար խաղուբար էր, հաղթահարելի էին եւ չէին աստեր անոնց դրամատուրգիան վրա եւ հայտնորեն քանի որ այս երդասարտական հայդակիր մնե վանացայնի արձիվ հայդակիրը ես կանիմը դրվակ կուզեմ պատմել շատ արագ որբեսի ցույց տամ թե ինչպիսի հոգեբանական վիճակ կդիրեր այնտեղ եւ ինչպիսի բնույթի մարդիկ կաբրեին, ինչպիսի բնավորության մարդիկ են արցախցիները ընդհանրապես առաջին փորձը երբ ծանոթացուցին ինձին բարոն Զաքարն եկած է վերջաղուն պիտկազմի հավաքեցի ցայները զատեցի այն ժամանակ տակավին բادرազմ էր եւ ազերի օտուժը գրմպագարեր կուկար եւ ռումպեր գնեդեր հանգարց ինքնատիրի ցայն ելավ եւ բոլորը պետք է առաջին հարգերը իջնեին աբաստանրան իջնեին ես իջմը ինքս կկովեի այն ժամանակ չեմ վախտարսած է Երևան որտեղ Լիբանան իրոք ես երկու անգամ մահվանի ազատած եմ բادرազմի օրերուն Լիբանանի մեջ սակայն շատ վախծա ավելի դերևս վախծա վզիկներուն համար երբ սկսա ինքս կորցնուցած վարիչեք ասել փոխանակ շուշեցի աշակերտները վախտնալու եւ վար իջնելու բադշկամ ելան եւ ինքնատիր փնտրելու սկսան անշուշտ իրենց ծև գործերին ինքնատիրերը երկու հզոր բայթուն ելավ եւ կացին բարեպատաբար անդարներին ինգածային ռումպերի եւ վնասներ չդվավ այդոր եւ փորվերադարձան դեսան ես սարսափած վիճակի մեջ եմ իրենց պարպարով սկսանցել բարոն Զախարը վախմա վախտնա բարոն Զաքարը եւ սկսան ծևով վրաս խնդալ շատ քեշ էր առաջ ուսուցիչին առաջին հանդիպում աշակերտին հետ երբ որ արդեն ծաղրի առարգատարնա ուսուցիչը բարեպատաբար ես ալ ողջորվեցա իրենց մեկ ադագի դվի եւ բադայցան տեպկերնորեն օտուժ եկավ արդեն ես չէի համարցակիր վախտնալ որտեվ 10 սարած էի բադայցավ այնպես որ մեր Երևանյան առաջին համերգին ադկե ամիսներ յետք Երևան կնաց համերգ դվավ վարանտայր ճախումբը վերադարձին մեր երեց անտամներեն Մուսայելյան Նելին հայրը զոհված էր պատկերացեք եւ ինձի պիտի վիճակվեր իրեն ասել որ գիտես երեք երբորտում պենի վրա երկեիր Արցախի մեջ դիրքերու վրա հերոսապար հայրը նահատակվեցավ ինչքան ուզես իրեն ասե Անտրանիգին բես Քևոր Չավուշին բես հերոս է հայրը 12 տարեկան 13 տարեկան աղջկա համար իր հայրն էր որ զոհված է եւ մենք մեր համերգը պիտի գրտնեինք եւ բնականաբար երբ որ սկավոր էինք բոլորով պետք էր հետացկեինք բայց հետացկման տեմ ելավ Նելին սա ոչ մի դերքենք կյանքը բիճարնակվի եւ ինքը գրծավ հորը հուարգավորությունն քանի մոր յետ տարա սակնիլ պեմելել եւ երկել
ուրիշ դրվակը Շուշեցի աղջնակը մոշ գհավաքեր եւ կծախեր ամառները աղկադիկ աղջնակ մներ պաստորեն եւ մոշը երտան անդարներեն լերներեն գքաղեն հադիկ փուշերու մեջ են կպերեն եւ կծախեն ասի բան բերեմ կանի մի կիլո անուշի վերածեմ հետս պերուտ կդանիմ հարցուցի ով է աղջնակը որ գքաղե կծախել ուր դվեք որ պերե ինձի կեսօրե վերջ իր մեծանր այդ տույլը շալկած չորրորդ բարձացած էր աղջնակը երբ տուրը բացի հիշեցի որ ես ապսպրած եմ եւ քիչ մգամճնար էսպես քիչ մծնցոդիներ հակած բանով ապոչ գարմիր եղած ձերքերը մոշի հյութեն ինչ երբ որ մեզնաս ինչ պիտի լաս սա ուսուցչուհի ուզեցի խոսիլ որ չամճնա բանգս կար որ սի ինչ պիտի վճարեմ ամծավ ասի նայ աղջիկս աշխատանքը սուրբ է տունգ աշխատիս կոր կկաճարերեմ ադիգավ ես պիտի վճարեմ քեզի համար ինչ որ եսավ կինը եւ բարեբախտաբար ես շատ ավելի վճարեցի իրեն եւ խոստացավ երջախում պալկալ կնաց երեգորան տաշնագարուին դեսամեր սա բարոն Զաքար այսօր տեպ մի եղավ մեկ կոմեն շատ հբարդացա մեկ կոմենա շատ դխրեցա սի ինչ սա մոշ Պերող աղջիկը դեսա, մեկ ձերքը տադարկ տույլներ, մյուս ձերքը մադի, դեդրա, կծակաշ, կրենական բիդույքներ, հայդ նորեն կու դունետ գիչներ, եգերեցի ենտեբի վար գիչներ, ասի դարիր բարոն Զաքարին մոշը, այո, դարի եսավ, աս ինչ լավ նվերներ դված է դեսար, ինչ լավ նվերներ դված է, կեզի կիրկեր, դեդրակներ և այլն բարոն Զաքարը, սերը ոչ, բարոն Զաքարը չէ դված, մոշին տրամով ես արի, ես կնեցի այսինքն ինքը կացած ամառները գաշխադի աշխատեր դրամ գահավաքեր որբեսի ծմրան կարողանար դբրոցը շարունակել կյանքը շարունակել կաշխադեր այդ փոքրիկ աղջիկը ուրիշ տղամը եւ շատ հետաքրքրական է որ երկու օր առաջ հերացայմը ստացա այժմ իհարկե կգտնվի Երևան որու մասին պիտի խոսիմ տաքսի կքշե Եվ երկու զավակ ունի եղեր, Ֆելիքս անունով դղա մնե կարինդակցի, այս դղան ամեն օր փորձիկ ու կար, ես գիտեի, որ կարինդակցի է, Շուշի կովը գտնվող կարինդակ յուղեն, բայց կգարձեի, որ իրենց դունը կարինդակ է, Շուշի է, որտեղ կարինդակցիներ կան, որոնք եկան Շուշի սկսան ապրիլ, բահելով իրենց կարինդակի գյուղական դունը նաև։ Գիշեմ, Գրիգոր Շահինյանն արիպանան այ մնդավորական եկած էր, կացինք Հադրուտ եւ Զորանոց եւ Ուրիջամփու վրա ուշքյունալ մտանք համերտվին կեսկիշերին մշուշոտ անցրևոտ կեսկիշերին հասանք այմարդունը կնած մենք լազիվ մտանք անգողին հերացայինը հնչեց սավ Ֆելիքսին մայրն է խոսողը բարոն Զաքար մուտե անցրևը Ֆելիքսը հաջիկ ծերդուն տոմնա վաղը տողկա ասմուտին տողչիկա կալելով կարինդակ ասի ծերդունը ուր է որ Սավ չեք գիտեր կարինդակ է մերդունը, Ֆելիքսը շաշ, խենտ սավ իրենց պարպարով, երկել այնքան գսիր է, որ ամեն օր գարտնա արդու կալելով, կարինդակ է մինչև շուշի փորձիկ ու կա, փորձեն հետո կտարնա կալելով մինչև կարինդակ, 6-7 կիլոմետր բիդի պարսանա լերը իչնե ծորը, սկսամ մդավող պիլ անգերձորին ես, չէի գիտեր ասիկա, բրավո ասդղուն, բայց արքեսպանիմա բոլորնալ հերացայնալ չունեին դեր չկար հերացայն այն ժամանակ հերացայնեցի մեկ երգդողոց մեկը մատնեց սավ տասնգերներն սավ ինչ որ օրինք մերդունը չմնաց գնաց կարինդակ կեսկիշերին պատկերացուր պիտի անցներ գերեզմանադան ջամպով գիշերատ անցրևին մշուշին դիմացը չեմ գիտեր անդարային վիճակները պիտի անցնի Բարեբախտաբար մեկ ժամուկես հետ մայր հերացայնեց սավ Ֆելիքսը դեղ հասավ հիմա արջոր իմացա շադոնց լուրջուն է իրմե արջոր ընկերմը հերացայնեց նգարմը վերգեց կճանչնաս այս դղուն տաքսի նստած է բադահապար ըսած է որ կարինդակցի է սերը բարոն Զաքարը կճանչնաս լիպանեն այո սերը ես կայելով փորձիկ ետնա եգուկայի հիմա պիտի հերացայնի թիվն անունեցա դա ֆիշեցի այսօր մեկ այդ պիտի հերացայնեմ իրեն եւ 30 տարի առաջվա կարոտս առնեմ Դեսեք
Այսպիսի մարդիկ էին, ես էզի չպատմեցի ժողովրդի կյանքեն, չպատմեցի սնունդի էլեկտրականության, հիշեցին թե շատ դժվար օրեր էին այն ժամանակ, մեր այսպես ասած վարչապետի ասած դժգույն ու մռայլ քաղաք էր ինչ որտեղ, սակայն ոչ շենքերն էին այդպիսին, ժողովուրդը արույք էր, ժողովուրդը գարչած էր իր հողին, ասկային էր, մարդկային էր և ստեղծարար էր և հետո իհարգե դարիներու ընթացքին երբ որ պատերազմը վերջացավ առաջին դարիները երբ որ մռայլ և դժգույն էր Շուշին որովհետև պատերազմ էր և պետությունը իր նյութական միջոցներու մեծակույն մասը բանակին պատերազմին զենքի համար կհատկացներ բայց հետո կյանքը փոխվեցավ ինչպես Ստեփանագերդը ինչպես Շուշին ինչպես Արցախի բոլոր շրջանները արտի քաղաքներու վերածվեցան եւ կշարունակեին վերածվել եւ մենք կորցնեցինք այս բոլորը մեր հիմարության պատճառով նաեւ Եթե Վիգեն Զաքարյան ու Արցախյան նահատակները այսօր ողջ լնային, ինչ պիտի ըլլար անոնց կարծիքը մեր ներկա իրավիճակին հետ կապված։ Անոնք ալ մեզի պես պիտի ըլլային, պիտի ցավեին, բահմը անզոր կատաղությունը պիտի բادر զիրենք, պիտի մտահոգվեին, սակայն վստահ եմ, որ Շուշին ազատագրած մարդը երբևէ չեր գնար հուսահատիլ, երբևէ չեր գնար հուսախապիլ։ Հետևաբար պիտի անպայմանորեն վերականգներ իր մարդունակությունը, իր ուժը եւ անպայմանորեն պիտի բայկարեր գրգին այս անկրմանին Արցախեն դուրս գտնվող Արցախի մեր հայրենագիցներուն հետ ըլլալով իրենց նոր գացության մեջ, նոր գարիքներուն մեջ, նոր հոգեբանության մեջ, մինչև որ ասկովին կարողանայինք մենք վերստին վերադառնալ Շուշի եւ Արցախ ընդհանրապես։ Արդյոք Վիգեն ու իր ընկերներուն մեջի հեղափոխության ոգին գա այսօր մեր երիտասարդության մեջ, եթե ոչ, ինչպես կարելի է ներշնչել եւ ներշնչվել։ Հաջող ասած եմ, որ հայ ծնիլը ճակատագրի հարցն է, եթե ծնողքդ հայ են, դու ինքնաբերաբար հայ պիտի լաս, բայց հայորեն ապրիլը, հայ մնալը քու սեփական որոշումիդ հարցն է, յուրաքանչյուր մարդ ինքը պիտի ճշտե, ինքը գուզե իր կյանքը հայորեն ապրիլ, հայկական կյանքով ապրիլ, դառնալ համամարտկային համաշխարհային ինչպես կսեն մարդը երկրակոնի վրա իբրև փոշի հադիգմը Ադիգա յուրաքանչյուր մարդու իրավունքն է որոշելը եւ ինք պիտի որոշե Անոնք որոնք մեմը որոշած են հայորեն ապրիլ իրենց կյանքը ունին իրենց ասկային օրագարկը որ իր մեջ կբարունագե ասկային արժեքներ եւ այդ ասկային արժեքներով պիտի ապրին իրենց կյանքը այդ ասկային արժեքներով պիտի առաջնորդվին այդ սկզբունքները պիտի ունենան եւ պիտի գիրառեն իրենց կյանքի մեջ եթե կան այդպիսիք որոնք մեր երիտասարդության մեջ որոնք որոշած են իրենց կյանքը հայորեն ապրիլ բնականաբար Պիտի շարունակվի հայ ժողովրդի հերոսականությունը մինչև մեր վաղվա բայձար օրը։ Այսպիսի տեքստը անցյալօրը դպրոցի աշակերտներուն ալ պատմեցի։ Բողոս Սնաբյան իր հուշերու մեջ կգրե դրականացած է դրվագը։ Օրը ուսանողներ, աշակերտներ Երուսաղեմի մեր դպրեվանքին մեջ Հակոբ Օշագանի աշակերտները Հակոբ Օշագան սերը երբ Աստված նորեն ցեզի վերստեղծ է կալ եթե նորեն ապրիկ որ ասկի զավակ կուզեք դառնալ մեկը սերը ես կուզեմ զվեցարիացի լալ որովհետև գեղեցիկ բնություն ունին
Մեկը սերիես ֆրանսացի գուզեմ լալախճիկներ անուշիկ են չեմ գիտե բամ պատմած է մեկը սեր այս ասկ ամեն մեկը ասկն սեր է մեկնա վերջավորության հարցուցած է բարոն Օշականը սեր է դուք որ ասկի զավակ կուզեք ասվածեզի որ ասկի զավակ տողը ստեղծե նորեն ծնելու բարակային Օշականը լրել է բահմը խոկացած է եւ բորկացած եւ ասած է այդ մեծ գրողը մեծ մտավորականը Zis նորեն հայը ստեղծե բաբամ սեր է Ուրեմն հայը լալը նաև արժեք է մեզի համար եւ մենք պետք է գրենք այդ արժեքը եթե որոշած ենք հայ լալ եւ ապրիլ մեր կյանքը հայեցիորեն եւ այս մեկը ապրումն է սկացումն է որ միայն հայերը գսկան եւ պետք է որ միայն հայերը սկան Եվ եթե մեմ սկան թե ես ասկանամոլ չեմ, բայց նաև գիտեմ հայու մեջի այն արժանիքները երկրակունդի ասկերու մեջ իբրև հին ասկ, որը մենք ունեցած ենք եւ պետք է ցկտում ունենանք մեր մեջ այդ բոլորը վերակդնելու մեր գործընթացած արժեքները, ասկային արժեքները մեր մեջ Եթե մենք վերակտնենք մեր աբական պայլուն գլա Հարսանիք լերներում լինելու է գրգին Այս մեկը ինչպիսի պայմաններով պիտի իրականանա Վերադարձի հույսի մասին կխոսենք Որքան գա այդ հույսը Երբ այսօր կտեսնենք ընդրական կարոսարշավները կտեսնենք որ տշնամին միան դուրսեն չէ Մենք ներքին իմաստով գաբրինք տշնամիին հետ Ինչպիսի հրաշքով պիտի փոխվի այս դժբախտ իրականությունը Հրաշքը պիտի ստեղծենք մենք Քիչ առաջ կսեի ասկային արժեքներու մասին հարսանիք լերներում պիտի լինի գրքին այո այլապես այսօր ես ժամավաճառ չի ելալ հոսկալու ես ալ դարձած կլայի աշխարհակաղակացիմը եւ արդեն կսեի ասկան 34-րդ տարին լալով այս տարի դերտան վարանտանելու ասlan հայորեն գաբրին կյանքս ասեր վերջավորության Արցախնալ պիտի գործընծնեինք Եվ իմ Հայաստանի մեջ իրար միս պիտի ուդեինք Այս բոլորը պիտի ելան Քիչ առաջ ծեր նշած ընդրաբայկարները նախակ ինչ վարչապետական չեմ գիտեր ինչական ասոնք պիտի ելան պիտի անցնին բայց օրը պիտի կա որ մենք ասկովին պիտի արթնանք մեր մեջ մեր ասկային արժեքները պիտի արթնան Եվ երբ որ անոնք արտնան, մենք բոլորս ասկովին մեր մեծամասնությունը պիտի դառնա հայագետրոն իր կյանքի մեջ։ Եվ այդ արժեքները երբ մեր մեջ արտնան, մենք կդառնանք մեծ ուժ, միասնական ուժ։ Եվ այդ ուժն է, որ պիտի օգնե մեզի արտարության հաղթանակին վերադառնալու, որովհետև ես խորապես կավատամ, որ արտարությունը միշտ պիտի հաղթանակե, ադիգա միայն հեքիաթներում մեջ չէ, ամումարդ ինք կորոշե գավադա ադորթե չէ, բայց ես կավատամ արտարության հաղթանակին, անգախ ասկային իր բնույթեն, հոս հայը Հայաստանի հայը դերն էր իր հայրենիքին և ահավասիկ Թշնամին եկավ եւ ինչպես պատմական Հայաստանը, այսպես էլ Արցախը մեզ մեկ գրավեց։ Եվ ադոր ազատագրությունը արտարության հարցն է, արտարության վերականգնումի հարցն է։ Եվ այդ մեկը անպայմանորեն պիտի իրականանա, երբ որ մենք պատրաստ լինենք այդ օր։ Դակավին պատրաստ չենք։ Ասկովին դակավին պատրաստ չենք, դակավին չենք արտնծած, դակավին կգտնվինք տմպիրի մեջ, դակավին կգտնվի բարդության բարդյալ վիճակի հոգեբանության մեջ, ժամանակ կուզե, բայց անպայմանորեն, որովհետև ես երիտասարդության մեջ, ձեր աչքերու մեջ կտեսնեմ այն գրագը, որ վաղը պիտի այն փոցը, որ վաղը հրթեհի պիտի վերածվի, պիտի անպայմանորեն ուժական դառնա Եվ այդ ուժը պիտի կարողանա ստեղծել արտարության հաղթանակ։
Տաշնակցական երիտասարդը իր ներդրումը միշտ ալ ունեցած է հայրենիքը գանքուն բահելու մեջ։ Այսօր մեր տերը ինչ է իբրև լեմագաններ։ Քիչ շատ խորունկ հարց է։ Ձեր տերը իբրև լեմագաններ ամեն բանի առաջ որոշելն է։ Դուք ուզեք շարունակել իբրև լեմագաններ հայորեն ապրիլ, դաշնակցականորեն ապրիլ ձեր կյանքը։ Այդ հանգրվանին եք, որ արդեն դուք մանուկներ չեք, եւ ձեր կյանքը ձեր արջևն է, պիտի գոմնորոշվիք։ Յուրաքանչյուր լեմագան ինք պիտի գոմնորոշվի, քիչ առաջ ինչպես հորսի, ինչպես կուզի ապրիլ իր կյանքը, իբրև աշխարհակահաղացի, թե իբրև հայ աշխարհի մեջ։ Մենը որ որոշե իբրև հայ ապրի, առաջին գործը պիտի լավ ինքզինք ճանչնալը։ Մենը որ ինքզինք ճանչնա, մնացել ճամփաները կբացվին, որտեղ մենք տագավին լուրջ խնդիրներ ունենք, մենք մեզ լավ ճանչնալու, վերադառնալու մեր արմատներում, մեր ազգային ամենակարևոր, ամենահիմնական սյուներուն։ Մենը որ արտենանք և վերադառնանք մեր ազգային արմատներուն, արդեն ամբարդելի կլինենք և կշարունակենք ստեղծագործ, բարի, մեր կյանքը, մեր առանցին երանքը գույն ունենալ ազգերու այս համաշխարհային խառնիջաղանջին մեջ։ Հարգելիներ, այսպիսով հասած գլանք այսօրվան մեր հայդակրի ավարտին։ Շատ շնորհակալ ենք ընկերձակար այս հարցազրույցին։ Հաջողություններ ձեզի, կեցեք։ Շնորհակալ ենք։ Հայդակիրը դարձյալ գրնակ դիդել հոյտալեմի եւ վանացայինի թիմադեդրի զույգ էջերով, գահանտիբինք դարբեր հաղորդումներով, հետևեցեք մեր էջերուն ցդեսություն։ Իշադագդ վիգեն մնա հավիդյան Արցախյան լույս անշեչանման Սերունդներում վեհ մեր գայության Դարնա սուրբ նշղար հաղորդության Իշադագդ վիգեն մնա հավիդյան